Ջորջան բարի լույս, այսօր նոյեմբերի 19-ն ենք և շուկան բավականին ներքև իջել է 89,200-ի սահմաններում, 300-ի սահմաններում և ընդհանուր շուկայական պատկերը բավականին տխուր ու վտանգավոր է, բայց ես դեռևս նույն կարծիքին եմ, որ այս ամենը արդեն իսկ bear market չի, որտեղ որ արդեն շուկան ընկնելու է, ջարդվելու է, փշրվելու է, եկեք մի թեթև ներկայացնեմ իրական պատկերը, այն ինչը համենայն դեպս, որ ես կարծում եմ իրական է, ու եկեք նոր գրաֆիկա ստեղծենք ու հասկանանք, թե ի վերջո Հայկը ինչ է ասում ու ինչ պոտենցիալ ունենք։ Պոտենցիալը հետևյալն է, որ սա շաբաթական պատկերն է, իսկ ովքեր որ տեղյակ են շուկայի ստրուկտուրայից, կփաստեն, որ շուկան ինքը դեռևս վերև բարձրացող է, տեսնում եք այստեղ, ինքը վերև է բարձրանում, ու այստեղ մենք մեր break of structure-ները ունենք, այսպես որ նայում ենք, ու հետևաբար մեզ մոտ կա այս ոտքը, որը որ 74-ից 125-26,000 դոլար է բարձրացել, այսինքն մեր շաբաթական ոտքը լինում է այստեղից այստեղ, okay? Հիմա, երբ որ մենք trend line ենք քաշում, այս կետից այս կետը, տեսնում ենք, որ անցյալ շաբաթ ջարդել է ու դա խայտառակություն է, դա ահավոր է, դա անընդունելի է ու վсё, հեսա աշխարհի վերջն է, հեսա Bitcoin-ը փլուզվում է։ Ոչ։ Սա trend line է ուղղակի, որը որ կարա սենց գծվի, կարա սենց գծվի, կարա սենց գծվի, կամ էլ սենց գծվի, օրինակ, ինչ որ մի հատ տարօրինակ դեմքեր, լիքը դեպքում ինչ որ բաներ են աննպատակ գծում եւ այլն։ Դուք էլ կարող եք ոնց ցանկանաք գծեք։ Ամենատրամաբանական բանը, որ YouTube-ում կտեսնեք ու կսովորացնեն այն է, որ երկու կետ, երրորդը ջարդեց, արդեն ինքը ներքև այցնում։ Հիմնականում դա կարա տեղի ունենա, երբ որ համապատասխան իրավիճակում հայտնվի շուկան։ Այս պարագայում ես ավելի շատ դիտարկում եմ, որ մենք ունենք հետևյալը, ունենք trend line, որ այո ջարդել է, ու այս trend line-ը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև երբ որ մենք market structure ունենք, այսինքն շուկայի ակնհայտ վերև բարձրացող շուկա, որովհետև այստեղ ունենք higher, լավ, ու այստեղ ունենք մեր protected low-ը, նշանակում է, որ ինքը առնվազն միջև այստեղ ներքևը կարա գա հասնի 75,000 ու ի վերջո վերև բարձրացող լինի, ու վերև բարձրանալն է լինի, չգիտեմ, այստեղ ապրիլից միջև ապրիլի 7-ից հունիսի 7-ը 1 ամիս 2 ամսվա ընթացքում ինքը էլի բարձրանա all time high խփի։ Այսինքն դա մեծ հաշվով ինձ համար համենայն դեպս դա խնդիր չի։ Ինչի համար խնդիր չի, որովհետև տեսեք այս ոտքի այս ներքևը մենք ունենք demand zone, okay? Demand zone ունենք, որը որ նաև order block է մեծ, order block-ի հետ մեկտեղ այս զոնան 92-ից 87-ի կարգի fair value gap ունենք, այսինքն բավականին շատ լուրջ զոնա է սա։ Ու սա նույնպես կարա խապկանք լինի մարդկանց, որ ահա այս բանը ջարդեց, այս գիծը ջարդեց, վсё ներքև այցնելու եւ այլն, շատ մի փոքր բարձրանա 100, որից հետո սենց շարունակելու է ներքև իջնել։ Հավանականությունը, որ սա տեղի ունենա, շատ քիչ է։ Համենայն դեպս իմ կարծիքով, որովհետեւ նույնիսկ Էրիկ Թրամփը հայտարարեց, որ մինչև Thanksgiving, այսինքն իրանց տոնը, որ շնորհակալություն են հայտնում եւ այլն, չեմ հստակ հիշում երբ է, բայց կարող եք Google անել։ Չինաստանի հետ ամբողջական իր խնդիրները, իր գործարքները ոնց ալնելու եւ այլն, սա պետքա դզի փչի։ Եվս փաստ, որ մենք խնդիր չունենք շուկայում, բացարձակ խնդիր չունենք ու նույնիսկ ավելի լավ վիճակում ենք, նորից եմ կրկնվում, քան երբ որ այս գմփոցը եղավ 121,000-ի սահմաններում։ Okay, այսինքն հիմա 90,000-ը ու ավելի լավ վիճակում ենք հիմա, քան նախորդում։ Որտեղ տոկոսադրույքը նույնպես իջեցվել է վերաֆինանսավորման եւ այլն։ Այսինքն, եթե մենք սա դիտարկում ենք, հասկանում ենք, որ շուկան շաբաթական տրամաբանության մեջ դեռևս բարձրացող է, okay? Այստեղ մենք կարող ենք դիտարկել եւս մի հետաքրքիր փաստ, որ IS մոմը կարմիր
Okay, այս կարմիր մոմը, որից հետո հաջորդում է կանաչ մոմը, այստեղ stop hunting անելուց հետո ինձ լուրջ հուշում է, որ այսօր մենք բարձրացող շուկա ենք ունենալու ու ինքը հասել է այս 30 րոպեանոց fair value gap-ի մեջ, որը որ իմ կարծիքով ինքը բավականին լուրջ պոտենցիալ ունի այսօր բարձրանալու։ Կբարձրանա թե չէ, ես կարծում եմ, որ կբարձրանա ու նենցա, որ այս տեսակի սեթափներ շատ չի հանդիպում այս վերջերս, նամանավանդ, որ սենց գժական իջնում է, բայց հիմա հայտնվել ենք այն մակարդակում, որտեղ որ նույնիսկ 4 ժամանոց մենք ակնհայտ չոչ ունենք դեպի վերև ու սա կարա լինի մեր higher low-ի զոնան, որից հետո կարա շարունակի վերև բարձրանալ։ Նորությունների հետ կապված կարող եմ ասել, որ այսօր ունենք ընդամենը ժամը 11-ին FOMC, որտեղ որ բիձենա խոսալու, ասելու է պատմելու է ինչ-որ նույնպես հեքիաթներ, մենք զգուշ ենք, մենք ես ենք, մենք են ենք, մենք չգիտեմ ամենալավն ու բարին ենք ձեզ ցանկանում, բայց դե իտոգում բան չենք անում այդ ամենը, որպեսզի իրականանա, բայց դե դուք հույս ունեցեք, որ լավ է լինելու եւ այլն։ Մի խոսքով, այն հեքիաթները, որ պատմում է։ Համենայն դեպս հուսով եմ հեքիաթների մեջ նաև ներառված է լինելու այն կետը, որ ասելու է, որ 21 օր անց, այսինքն դեկտեմբերի 10-ին տոկոսադրույք իջեցվելու է, թե ոչ, գոնե հուշի, որովհետև հիմա 50-50 է, որ կամ կլինի, կամ չի լինի։ Նախորդ ամիսները հիշում եք, որ 99% հավանականություն կար եւ այլն։ Այսօր եթե հուշեց, որ չէ, ի վերջո եւս մի հատ էլ այցնելու, շատ ավելի լավ, եթե չէ, արդեն դա շուկայի վրա նույնպես ազդելու է։ Եթե մի փոքր հուշեց, որ դրական է, այդ շատ լավ կլինի, շուկան կսկսի նույնպես բարձրանալ, որովհետեւ հիմա ինդիկատորը fear grid-ի շատ ցածր է ու 16, երբ որ լինում է 15, օրինակ 3-15 է եղել, հիմնականում երբ որ դու ամենաներքևում ես, ինչ է միակ տարբերակը մնում, որ կարա տեղի ունենա, այդ վերև բարձրանալն է, դրա համար սա մեզ որպես այս fear grid-ը բանն է, վախի ու ագահության ինդեքսն է, ու երբ որ շատ ագահություն կա հիմնականում շուկան իջնում է, ոնց որ RSI-ի տրամաբանությունը լինի, երբ որ վախ կա, նույնպես ոնց որ գեր վաճառված լինի կամ գեր գնված շուկան։ Հիմա գեր վաճառված է ու իմ կարծիքով հասել ենք մի կետում, որը իրականում կարա եւ շունչ քաշի դեպի վերև շուկան ու շուկան դեպի վերև շունչ քաշելը կարծում եմ, որ մինչև 96000 էլ այսօր միգուցե վաղը բարձրանա։ Այս մակարդակից, որը որ 90000-ի սահմաններում ենք։ Հուսով եմ շուկան մեզ այսօր բարձր տրամադրություն կապահովի ու այսօրվա համար այսքանն էի նախատեսել, հուսով եմ լավ եք, հուսով եմ fake hike-երից հեռու եք մնում ու stop loss միշտ օգտագործում եք, որովհետև շատ կարևոր է։ Եվս մի հիշեցում, որ եթե դուք ուզում եք սովորել ու մեր խմբի անդամ դառնալ տրեյդերների բանակը, որը որ ստեղծվում է, ապա կարող եմ խորհուրդ տալ, որ արագացրեք, որովհետև առաջարկը շատ երկար կարծում եմ չի լինելու ակտիվ։ Հենց որ ձեզ լավ օր, կհանդիպենք հաջորդին, հաջողություն։